Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման եւ դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը եւ առավել եւս հիմա Կալուգացի օլիգարխը թող պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, որպես հոսանքի գող եւ որպես փող լվացող։ Կալուգացին եւ իր թիմը պիտի պատասխանատվություն կրեն 300,000 ադրբեջանցիների սուտ, կեղծ, հիմար թեման ներքաղաքական դաշտ ներմուծելու համար։ Չեմ բացառում, որ նաեւ քրեաիրավական պատասխանատվություն պիտի կրեն։ Եվ ընդհանրապես, ես կարծում եմ, եթե նախորդ տարիներին լրտեսները ուղղակի չեն ձերբակալվել, որովհետեւ չգիտեմ, միջազգային սկանդալներից են խուսափել, թե ինչ, կամ ուղղակի վերահսկողության տակ են փորձել ուղղակի պահել մեր ուժային կառույցները, ես կարծում եմ հիմա պատճառ չի մնացել եւ բոլոր լրտեսները, սկսած օտարերկրյա ծառայությունների հաստիքային աշխատողներից վերջացրած տարբեր լրտեսական թեմաներ ներմուծողներից պիտի նստեն։ 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կեղծ թեզով հանրությանը ստող, մոլորեցնող եւ ահաբեկող Կալուգացի շպիոնին առաջարկում եմ Հայաստանը փրկել նաեւ Հայաստան տեղափոխվող 300,000 դինոզավրերից ու 300,000 կոկորդիլոսներից, որովհետեւ ինչպես առաջին դեպքում գոյություն չունեն Հայաստան տեղափոխվող 300,000 ադրբեջանցիներ, այնպես էլ չեն կարող գոյություն ունենալ 300,000 կոկորդիլոսներ ու դինոզավրեր, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան, իսկ բոլոր նշված դեպքերում Կալուգացի շպիոնը ընդամենը շարքային ստախոս է, ով պայքարում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Կալուգացի Սամոն ու իր թիմը պիտի երկար նստեն բանտում, այն լրտեսական ու դավաճանական գործունեության համար, որը իրանք տանում են Հայաստանում, Հայաստանի քաղաքական օրակարգ ներարկելով 300,000 ադրբեջանցիների կեղծ, ստից, հորինած թեզը։ Դրա համար նրանք պիտի նստեն, ու այդ նստած ժամանակ պիտի բացատրագրեր գրեն, թե հետում հրամանով են Հայաստանի փողոցներում ադրբեջանական դրոշների նկարներ դնում, Հայաստանի քաղաքներում մարդկանց ինչ-որ տներից հանելու վիդեոներ սարքում, այդ ամեն ինչը տեղադրում, այդում պրոպագանդան են անում, այդում հրամանով են անում, այդով է իրանց վզներին նման բան դրել։ Այս լրտեսական ու դավաճանական գործունեության համար նրանք պիտի պատասխան տան ու տալու են։ Խնդրում եմ նայեք, թե ինչ կեղծ եւ պիղծ տեսանյութ են պատրաստել Կալուգացի շպիոնի թիմի անդամները արհեստական ինտելեկտով եւ շատ ակտիվ տարածում են համացանցում այլ հարթակներում եւ լիքը փող են դնում սրա վրա, որ հնարավորինս շատ մարդու տեղ հասցնեն այս տեսանյութը։ Հասկացաք, չէ՞։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավտոբուսներն են, կանգնած են Բաքվում եւ ադրբեջանցիները նստում են ավտոբուսները, որ գան Հայաստան։ Էլի շարունակում են սրանք իրանց այս կեղծ եւ պիղծ թեզը 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Սրանից ավելի մեծ պղծություն հնարավոր չի ուղղակի պատկերացնել։ Ինչքան պետքա չսիրես քո ժողովրդին, քո պետությունը, որ նման կերպ ուրեմն շարունակաբար փորձես խաղալ մարդկանց ուրեմն վախերի հետ եւ նման տեղեկատվություններ տարածես։ Միակ կողմը, որ այս թեման շրջանառում առհասարակ այս մոլորակի վրա, Կալուգացի շպիոնի, Ծառուկյան Գագիկի, Քոչարյան Ռոբերտի, ասել է թե պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն են, ուրիշ ոչ ոք։ Ադրբեջանում էլ չեն խոսում այս թեմայի մասին։ Նման թեմա գոյություն չունի։ Նայեք հենց սրանք ինչ թեմա են ուզում բացեն, որը որ մենք փակել ենք։ Փակելը ո՞րն է։ Փակելու կարիք էլ չկա, նման թեմա երբեք բացված չի եղել, որ հələ մի հատ էլ փակենք։ Ու սրանք փորձում են անընդհատ այս թեման առաջ տանել, նույն 21 թվի պատմությունն է, հիշում եք, չէ՞ ինչ էին ասում, հեսա Միջանցք են տալու, եթե չեք ուզում Միջանցք ունենալ, մի ընտրեք ԿՊ-ին եւ այլն եւ այդպես շարունակ։ Երեկ էլ արձանագրվեց եւս մեկ անգամ, որ թրիփը բացարձակապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ սուվերենության ներքո եւ հետեւապես այդ 21 թվականի թեզերը, որոնք տարածվում էին ուրեմն ինչ որ տարածքներ տալու մասին, արտատարածքային միջանցք տալու մասին, պարզագույն սուտ են եւ հիմա սրանք այս պրիմիտիվ
կեղծիքը շարունակում են տարածել ու որոշ լրատվականներ էլ նենց լավ էլ հավեսով վերցնում են հրապարակում են գալիս ինչ որ հարցադրումներ են անում տարբեր պաշտոնյաներ ես կեղծ թեմայի վերաբերյալ պարզա թե ինչի համար փող են ստանում գալիս անում են սա էլ իր հերթին մի հատ առանձին պղծություն է բայց սրանք լրիվ էս մարդկանցում տեղն են դրել կարող եք գիտեք մարդկանց ուղեղնել ձեր ուղեղի նման տափակա կամ անուղեղ են մարդիկ ձեր նման դուք եք մենակ այս պատմության մեջ անուղեղն ու տափակ ուղեղովները եւ դուք գնալու եք ջախջախվեք հունիսի 7-ին առաջին հերթին հենց նման վարկագծի եւ մարդկանց կներեք էշի տեղ դնելու համար հունիսի 7-ին սիրելի հայրենակիցներ պետք է այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը այս պիղծ քաղաքականություն վարող մարդիկ զրո ձայն ստանան եւ հույս չունենան Հայաստանի Հանրապետության խորհրդարան անցնելու մասին Պարոն Ծառուկյան, Գագիկ Նիկոլաևիչ, այս ինչ վիճակ է Հրացոջա, մենք ընդիմաց չենք ֆինանսում, ֆինանս բռնվել Ախսանը շատ այնց քիչ է Այս ինչպես են ձեր աջակիցները խոսում ձեր նման հարգարժան մարդու մասին Ինչպես կարելի է թույլ տալ այս ամբարտավանությունը Իսկ եթե ավելի լուրջ հավանաբար բոլորը ստանում են այն ինչին արժանի են երբ որ մանավանդ օրենք են խախտում ընտրակաշառք են բաժանում եւ փորձում են ձայներ գնել սեփական քաղաքացիների կարծում եմ ավելի լավ գնահատական քան նման process-ում ներգրաված անձինք են տալիս նման process գեներացնողներին հնարավոր չէ պատկերացնել Հիմա էլ Ծառուկյանի տասովշիկներն են բռնվել ընտրակաշառք բաժանելու վրա, մի հատ լսենք։ Հա Հա 4 հոգուն ինչքան տան, 20 մանետ տան, 20,000 դրամ տան, թողետորը խմեն Հրացոջա, մենք ընդիմաց չենք ֆինանսում, ֆինանս բռնվել Ախսանը շատ այնց քիչ է 20,000 դրամ քարաբերք հիմա են տալի Թեբա 20,000 դրամ տանք, թող այսօր խմեն, թեբա հա դրանք ալկաշեն։ Ո՞վ եք դուք այդ փնթիներ։ Չնայած լավ է, կալուգացիներից դրականորեն տարբերվում եք, նրանք ուղիղ բռնում քրվում են, նրանցում ընտրակաշառք եք տալիս։ Բայց այդ հեչ։ Այդ որ ասում են դոդին կընտրեն, այդ դոդնով է կարող է իմանալ։ Ստացա հերթական ձայնագրությունը, որը քիչ անց կփոխանցեմ համապատասխան մարմիններին, կին, ով զանգահարել է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ճշտումներ է կատարում, գնալու են Հայաստան ընտրություններին մասնակցելու թե ոչ, եթե չեն գնում, ինչն է պատճառը, գուցե տոմսի գումար չունեն, գուցե կացության հարց ունեն, այսպիսով կարիքի գնահատում իրականացնելու напատակ է հետապնդում այս զանգը։ Լսեք ձայնագրությունը։ Алло, да. Ага. Планируете, да, принять участие? Вообще-то я в другом городе живу, приехала сейчас в Краснодар. А вы не в Краснодаре зарегистрированы? Нет, да? я зарегистрирована. Как бы гражданин Республики Армения, ага. Нет, и гражданин Республики Армении, и в Саратове. Вы живете в Саратове? Вообще-то живу в Краснодаре, но временно сейчас в Саратове. Сейчас в Краснодаре. Я поняла, да. Ага. Угу. Ну вот, я же говорю, а не сможете принять участие? Ну... Это же 8 июня уже рядом. Вы будете в Краснодаре в это время? В это время я буду в Краснодаре, да. Да. Но в Армению не поедете? Ну, у меня нету сейчас возможности ехать в Армению. А если, допустим, ну, как-то и вот выездные бывают, или окажут содействие, в связи с чем вы не сможете? Мы же вот и звоним для того, чтобы как бы уточнить. Ну, потому что это, во-первых, дорога, это самолет или автобус. Я имею в виду, это там проживание. В общем, не очень легкое дело. А, то есть вас там как бы жить негде и вообще даже, ну, если это будет организовано как-то? Нет, у меня почему? У меня есть где жить, просто вот дорога тоже имеет... Ну, дорого, да? Конечно. Дорого. Да. А если, допустим, это вот как бывает же организовано голосование, допустим, может быть в крае там или где-то в России? А как может быть в крае организовано, если это вообще нельзя?
Нет, ну вот бывает же иногда такое, мы как бы вот сейчас просто, только если туда вы ни в каком случае как бы не поедете. Я знаю, что вообще есть такое правило, что сейчас в других государствах нельзя. Ну, правильно. Да. Просто я думаю, может быть, как-то все-таки туда, но в связи с финансовыми трудностями, да? Да. В связи с финансовыми. Ну, так что как бы понимать. Угу. Спасибо большое. А так вы вообще как бы официально длительное время проживаете в городе Саратове? Да. Ну, в Саратове сейчас конкретно я в Краснодаре, буду 2 месяца в Краснодаре. Ага. Да. Все, всего доброго. Спасибо вам большое. До свидания. До свидания. Հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն եւ այդ խաղաղության առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ սիրելի ժողովուրդ եւ այս ընտրությունների առանցքային եւ թիվ 1 հարց հետեւյալն է Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը իսկ խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել Հայաստանի պետությանը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, ապագային, այս է պատճառը, որ մենք ես ձեզ կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին ժողովուրդ ջան, որովհետև դա ինքնանպատակ չի, սա աթոռի կռիվ չի, սա պաշտոնի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության, եւ այս է ամենակարևոր արձանագրումը, եւ ես 2026 թվականի 2018 թվականի մայիսի 8-ին ես վարչապետ եմ ընտրվել, մայիսի 9-ից ես ամենօրյա պայքար եմ տանում մաֆիայի բազմագլուխ մաֆիայի հետ։ Եվ այդ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք հասել այս կետին, որ մնացել է նրանց վերջին 3 գլուխները։ Եվ այդ վերջին 3 գլուխները, եթե դուք այդ մանդատը տաք ինձ, ես ձեզ խոստանում եմ ամենավճռական եւ արմատական կերպով արմատախիլ անել։ Այսօր քաղաքական ուժեր են մասնակցում, քաղաքական չնայած հարցը քաղաքական են թե չէ։ Ովքեր ընդամենը տարիներ առաջ նրանցից մեկը ասում էր ես եմ միակ տղամարդը, մյուսը ասում էր ես հզոր եմ, մյուսը ասում էր ես ուժեղ եմ, հիմա անուն դրել է։ Ինչա փոխվել Հայաստանում։ Այդ մարդկանց ուժեղ հզոր միակ տղամարդ լինելից այսօր մենակ կարգախոս են մնացել։ Նրանք այսօր ոչ ուժեղ են, ոչ հզոր են, ոչ էլ առավել եւս միակ տղամարդ են։ Եվ այսօր, եթե կա հզոր մեկը Հայաստանի Հանրապետությունում, իսկ կա հզոր մեկը Հայաստանի Հանրապետությունում, ու այդ հզոր մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, եւ եթե կա հզոր մեկը Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե կա հզոր ուժեղ մեկը Հայաստանի Հանրապետությունում, այդ ուժեղ մեկը եւ հզոր մեկը դու ես։ Այդ ուժեղն ու հզորը դու ես։ Այդ ուժեղն ու հզորը դու ես։ Այդ ուժեղն ու հզորը դու ես, այդ ուժեղն ու հզորը դու ես։ Եվ նրանք ուզում են ձեր ուժն ու հզորությունը փողով ձեր ձեռից առնեն, որ այդ փողը տոկոսներով եւ անգամներով հետ բերեն իրանց գրպանները, որովհետեւ մենք նրանց Հայաստանի Հանրապետությունը թալանող թաթիկները ջարդել ենք, մենք նրանց Հայաստանը թալանող թաթիկները ջարդել ենք Եվ 8 միլիարդ դոլարի նրանց թալանացից եւ ստվերից այսօր վերադարձրել ենք պետությանը։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ Սյունիքի հետ կապված մտավախություններ 90-ականների սկզբից են ընչում։ Եթե դուք 90-ականների սկզբի մամուլը արխիվում գնաք տեսնեք, Այնտեղ կտեսնեք, որ գրեթե ամեն շաբաթ խոսում են ինչ-որ ծրագրի մասին, որ մեր իրականության մեջ հայտնի է Գոբլի ծրագիր անունով, որ ծրագիր կա, որ Սյունիքը Հայաստանից անջատեն եւ այլն եւ այլն եւ այլն։
Եթե նույնիսկ եղել այդ ծրագիր, եթե նույնիսկ եղել է նման ծրագիր, այդ ծրագիրը այլևս չկա, այդ ծրագիրը այլևս չկա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը, եւ այս առիթով բոլորիդ նույնպես շնորհավորում եմ, Բայց մենք պետք է նաև հասկանանք, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը երաշխավորել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչելով, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Այո, ընդդիմությունը ինչ է ասում, ասում է Փաշինյանը կամ վարչապետը կամ Նիկոլայական չի ոնց է ասում էր Արցախը Հայաստանա եւ վերջ, այո, ասել եմ ժողովուրդ ջան, ասել եմ, որովհետև վարչապետ եմ ընտրվել եւ իներցիայի մեջ եմ ընկել եւ նաեւ հավատարիմ ու նվիրված եմ եղել այն գաղափարներին, որոնցով մենք 30 տարի ապրել եւ դաստիարակվել ենք, բայց դեռ գիտեք ինչն է, մի կարևոր առանձնահատկություն, դա ասել եմ եւ դրա արդյունքում է, որ հասկացել եմ եւ իրար հետ հասկացել ենք, որ թակարդի մեջ ենք, ինչի, որովհետեւ տեսեք, եթե մենք կամավոր նույն տեղում, նույն կետում կանգնած ենք, պատկերացրեք դուք նույն կետում, սենց կանգնած ենք մի տարի, ոչ աջ ենք ուզում գնանք, ոչ ձախ ենք ուզում գնանք, ոչ առաջ ենք ուզում գնանք, ոչ հետ ենք ուզում գնանք, չէ սենց կանգնած ենք, եթե մենք թակարդի մեջ ենք, մենք չենք հասկանա, որ մենք թակարդի մեջ ենք, որտեղ մենք կանգնած ենք, մենք չենք ուզում շարժվենք, ոչ մի ուղղությամբ, չէ, եթե մեր ոտերը կապած է, բայց մենք կանգնած ենք, մտքներով չի էլ անցնում, որ մենք քայլ առաջ անենք, քայլ հետ կամ քայլ աջ, քայլ ձախ։ Մենք էլ մի օր ասում ես, լավ, ես ինչի եմ ես կետում կանգնացել, փորձեմ մի քայլ առաջ անեմ։ Ոտդ ուզում ես առաջ տաս, դեն մեզ չի գնում ոտդ։ Ասում ես ինչ է, հələ մեկ ձախ անեմ։ Ոտդ ուզում ես ձախ տանես, դեն մեզ չի գնում ոտդ ձախ։ Ասում ես լավ մեկ աջ անեմ, ձախ աջ ցույց տվի աջը ձախ։ Դուք ձեր կողմից լավ։ Մի հատ ձախ անեմ, ոտդ ուզում ես շարժես, դեռ մեզ չի շարժում ոտդ։ Ասում ես լավ գոնե կարամ հետ գնամ, ուզում ես հետ գնաս, դեռ մեզ չի շարժում։ Արա մեկը նայում ես, ոտերդ շղթաների մեջ են, ոտերդ ու դու, քանի որ 30 տարի նույն տեղում կանգնած ես եղել, ախր այդ կինո ես զարմանում եմ, մեր Հայաստանում ոնց են տեսել շատ, բանը շոու Տրումենա ֆիլմ կա, տեսել եք, ով է տեսել այդ ֆիլմը ընդհանրապես, տեսել եք ժողովուրդ ջան։ Սորոբեր հետաքրքիր այնքան լավ ֆիլմ է, որ ճիշտ ասեմ, ես էլ եմ մի 5 տարի առաջ եմ տեսել այդ ֆիլմը, բայց ինչքան հասկանում եմ 90-ականների։ Ես ասելով Արցախը Հայաստանը եւ վերջ, այդ շարժումն է, որ մի ուղղությամբ հələ գնանք, առաջ գնանք։ Բայց տեսել եք չեն կարող առաջ գնանք, բայց լավ աջ գնանք։ Չի լինում աջ գնալ, ձախ, էլի չի լինում, հետ, էլի չի լինում։ Հետո նայել եմ մեր ոտերին, դեռ տեսել եմ շղթաներով կապած է մեր ոտերը։ Եվ այդ պայծ ասկսել Հայաստանի իրական կամ անկախության աստիճանի բարձրացման process-ը, այդ դժվար ճանապարհով, այո, դա նաև առաջնորդի առանձնահատկություն է, որ ասի են, ինչ որ ուրիշները չեն համարձակվում ասեն, եւ դրանից անի հետեւություններ, ինչ հետեւություններ, որ ուրիշները չեն համարձակվում, կամ դա իրանց գործը չի, դա ձեր գործը չի, հասկանում եք, դա իմ գործն է, եւ ես արել եմ իմ գործը հասկանալով թակարդը եւ հասկանալով թակարդից դուրս գալու անհրաժեշտությունը, եւ ես այսօր եկել եմ ձեզ զեկուցելու, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս թակարդի մեջ չի, Հայաստանի Հանրապետությունը այլևս թակարդի մեջ չի։ Հիմա էլ նոր խոսույթ եմ բերել, կալուգացի լրտեսը միլիոններ է ծախսում, որ խոսույթ տանի, օրակարգ է ստեղծում 300,000 ադրբեջանցու վերադարձի, ոնց որ ժամանակին ասում էին, որ ես պայմանավորվել եմ միջանցք տամ, եւ ասում էին պայմանավորվել խոստացել է չի տալիս դրա համար է կռիվը լնում, գիտեք ինչ էին իրանք ուզում անեն, ուզում էին այդ ալիքի վրա Հայաստանում իշխանափոխություն անեն, որ հետո գան ասեն դե նա է խոստացել, հիմի պետք է խոստա, իրա խոստում պետք է ուզած կատարենք, որ պատերազմ չլինի։
նախ մենք բնակարանը չենք հոստացել եւ ես բացեք նայեք 20 թվականի նոյեմբերի իմ ուղերձները քանի որ թել են ժամանակվանից թել առաջին օրից ասել եմ նման բան չկա եւ չի կարող լինել եւ այսօր դա իրականություն է դարձել չկա միջանցքի թեմա հիմա էլ դրանից բրցանք 300,000 ադրբեջանցու թեմա այդ թեման իրանք լրտեսական միսիայով մտցնում են Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ մենք այդ թեման փակել ենք անդառնալիորեն 2024 թվին ասելով հայտարարելով Լեռնային Ղարաբաղի շարժման ավարտի եւ շարունակելու մասին այո մենք փակել ենք 500,000 հայ-ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման հիմա իրանք բացում են եւ ղարաբաղցիների վերադարձի թեման դրանով իսկ բացում են նաեւ փորձում են բացել մյուս թեմաները մենք դա թույլ չենք տալու իրանք թույլ չեն տալիս նաեւ որ Ղարաբաղի ժողովուրդը ի վերջո հանդարտվի իրանք քիչ չի իմիջայլոց իրանք նաեւ եւ ոչ միայն իրանք տարիներով տասնյակ տարիներով Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահել գիտեք ինչի համար այդ միջանցքը ստանալու համար որ իբր Լաչինի միջանցքի դիմաց պետք է մի հատ Մեղրիի միջանցքը լինի մենք ենք կասեցրել այդ ծրագիրը ես եմ կասեցրել այդ ծրագիրը Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է որովհետև եւ միշտ լինելու է որովհետև ես ամենադժվար պահին պինդ կանգնել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության դիրքերում եթե մենք շարունակեինք եթե իրանք բան են ասում Լաչինի միջանցք էին ասում իբր իրանք օրակարգ են բերել տենց մեծ հարց Լաչինի միջանցքի թեման բերվել է Մեղրին Հայաստանից օտարելու համար եւ ես եմ կանգնեցրել այդ թեման Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է իրանք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27 են արել իշխանափոխություն են արել հեղաշրջում են արել եւ ահա այդ սրանք այս պատերազմի երրագլուխ կուսակցությունը դրանք Մեղրին տվողների խումբն է եւ իրանք պետքա Հայաստանի պետության համար դատվեն եւ տասնամյակով բաց նստեն տվեք ինձ այդ մանդատը ես ասում եմ բոլորը գծերը անցել են Կալուգացի օլիգարխը Ռոբերտ Քոչարյանը այն բելարուսացի են մեկը պետքա նստեն բանտ ինձ տվեք այդ մանդատը նրանք պետքա տասնամյակ անցկացնեն բանտում եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար եւ ես ձեզ ասում եմ նրանք Մեղրին տվողներն են ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Մեղրին Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է սրա մասին այս ընտրությունները Ոչ, չի լինելու միջանցք Ինչ եմ ես այսօր այս առիթին, ինչ եմ այսօր անդրադառնում այդ թեմային, որովհետև երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրեցին TRIP ծրագրի իրագործման վերաբերյալ միջպետական համաձայնագրի նախագիծը եւ որում հստակ արձանագրված է որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը TRIP նախագծի իրագործման բոլոր հատվածների եւ տարածքների վրա եւ հետեւաբար միջանցքի թեման անվերադարձ փակված է եւ մենք այլևս ենք կուչեկած Մենք այլևս ենք կուչեկած պլեջին կակա ասող պետությունը եւ ժողովուրդը չենք Մենք այսօր մի պետություն ենք որը ի վիճակի է ինքը կառուցել իր բարեկեցությունը
Մենք այսօր այն երկիրն ենք, որ ռազմաարդյունաբերական համալիր ունենք եւ զարգացած երկրներին զենք ենք վաճառում, ոչ թե չզարգացած, այլ զարգացած երկրներին։ Մենք այն երկիրը չենք, որ պարադա անում, զորահանդես անում, իրար կպցրած, նի կոնդիցիոննի կանսերվի կոկոշներով, վաղը եկեք Հանրապետության հրապարակ եւ տեսեք ինչ պետությունը Հայաստանի Հանրապետությունը։ Ամենայնիվ փորձեք գտնել անձանց եւ ուժերին, ովքեր որ գոնե դրսի այլ երկրների ներկայացուցիչներ չեն եւ այլ երկրների հատուկ ծառայությունների հանձնարարականները չեն կատարում։ Ժորժան, այդ մարդիկ պետք է փդեն բերթերում եւ ես դες խոստանում եմ, որ դա էլ տեղի է ունենալու ընտրություններից հետո, որովհետև ազգի դավաճանների համար մի տեղ կա ընդամենը։ Դա կալանավայրն է ու երկար տարիների այնտեղ անցկացվելիք կյանքն է իրանց։ Մեծ մասը բարիս բուն իմաստով խայտարակ էին արել իրենց եւ քաղաքական դաշտը ընդհանրապես։ Եվ այս դաշտում առանձնահատուկ տեղ ունի, քանի որ Աբովյանում ենք, հեռու չգնանք, մեկ գործիչ, որի անունն է Գագիկ Ծառուկյան։ Այդ կերպ ասած Սերժ Սարգսյանի ճտիկով ընդդիմադիրը, որը մեր տարածաշրջանում ես մինչև վերջ գնալու եմ երթում ուտելու ու մինչև վերջ չգնալու բացարձակ չեմպիոն է։ Բայց մի լավ լուր ունեմ, ինքը մինչև վերջ գնալու է, ինքը հասել է վերջին, վերջը եկել է։ Իդեպ, ասում են, որ շարունակում է ինքը եւ իր մարդիկ ճնշումներ բանեցնել Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցների վրա։ Ուզում եմ հատուկ դիմել աշխատակիցներին այդ գործարանի։ Արարատ ցեմենտ գործարանը պետականացվելու է։ Եթե ձեզ գալիս են ինչ-որ ճնշումներ են անում Ծառուկյանի անունից, ուղարկեք գրողի ծոցը։ Սիրելի ժողովուրդ, իմ ետևում դուք տեսնում եք հիմնականում երիտասարդ քաղաքական գործիչների։ Սա քաղաքական գործիչների այն սերունդն է, որը մեր քաղաքական դաշտում ավելի ակտիվ հայտնվել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո։ Որն էր պատճառը այս քաղաքական սերնդափոխության։ Առաջին հերթին այն, որ նախորդ սերնդի քաղաքական գործիչների մեծ մասը բարիս բուն իմաստով խայտարակ էին արել իրենց եւ քաղաքական դաշտը ընդհանրապես։ Եվ այս դաշտում առանձնահատուկ տեղ ունի, քանի որ Աբովյանում ենք, հեռու չգնանք, մեկ գործիչ, որի անունն է Գագիկ Ծառուկյան։ Այդ կերպ ասած Սերժ Սարգսյանի ճտիկով ընդդիմադիրը, որը մեր տարածաշրջանում ես մինչև վերջ գնալու եմ երթում ուտելու ու մինչև վերջ չգնալու բացարձակ չեմպիոն է։ Բայց մի լավ լուր ունեմ, ինքը մինչև վերջ գնալու է, ինքը հասել է վերջին, վերջը եկել է։ Իդեպ, ասում են, որ շարունակում է ինքը եւ իր մարդիկ ճնշումներ բանեցնել Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցների վրա։ Ուզում եմ հատուկ դիմել աշխատակիցներին այդ գործարանի։ Արարատ ցեմենտ գործարանը պետականացվելու է։ Եթե ձեզ գալիս են ինչ-որ ճնշումներ են անում Ծառուկյանի անունից, ուղարկեք գրողի ծոցը։ Եվ ուզում եմ, քանի որ Աբովյանում նաև Ղարաբաղից եկած շատ ժողովուրդ կա, ես ուզում եմ նրանց ասել, որ ի վերջո մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը։ Սիրելի ղարաբաղցիներ, ձեզ 30 տարի պահել եմ պատանդ, որպեսզի մեզ եւ ձեզ օգտագործեն Հայաստանի պետականությունը վերացնելու համար, որ օգտագործեն Հայաստանը բզկտելու եւ մասնատելու համար, Լաչինի միջանցքի տրամաբանության մեջ մեղրիով միջանցք ստանալու համար, բայց մենք կասեցրել ենք այդ գործընթացը, մենք սկզբունքորեն
պաշտպանել ենք Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ այսօր Հայաստանը անկախ է ավելի քան երբևէ, պետություն է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ, խաղաղ է եւ բարեկեցիկ է ավելի քան երբևէ։ Եվ ես ուզում եմ նորից դիմել Ղարաբաղի մեր ժողովրդին 2023 թվականին է։ Եվ այդ հարվածը չի անցնելու։ Ես դրա համար ասում եմ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրենք չեն հասկանում, որ փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս ետ կանգնել այդ ճանապարհից։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Բայց մյուս կողմից ես ասում եմ, այդ որ Լուկաշենկոն ասելա, թե Հայաստանը ումա պետք, այդ հայտարարությունը պետքա ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ դրա քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մենք չենք լինելու մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի արևելքից արևմուտք, մենք ունենք ախալքալակ կարս երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար, նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է Թրիպը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում, մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով, մենք զարգացնելու ենք